Տիկնայք և պարոնայք, բարի գալուստ պարահանդես երկու նախագիծ։ Ողջույն սիրելի հեռուստադիտող, սիրելի Հայաստան և Սփյուռք։ Ողջույն պարահանդես նախագծի հավատարիմ հեռուստադիտողներին ու հանդիսատեսներին։ Քանի որ 2012-ի սա առաջին եթերն է, ես եւ Անին ուզում ենք շնորհավորել ձեր ամանորը եւ Սուրբ Ծնունդը, շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ, ուրախ տարի։ Երջանիկ տարի, առողջ տարի։ Ոնց ասեցի, խմենք։ Խմեցինք։ Այսօր ինչպես տեսնում եք փոքր-ինչ փոփոխություն կա, Գրիշան այսօր չկա, ես եմ վարելու, որովհետեւ անցյալ տարվա ճագարի հետ Գրիշան էլ գնաց։ Բայց Գրիշան կվերադառնա։ Դե չգիտեմ կվերադառնա թե չէ, ամեն դեպքում երևի թե ամանորյա տապանը, որը նա կառուցեց, հենց մնաց տապանի տակ երևի թե։ Չէ, Գրիշան կվերադառնա, ես մի եթերով ուղղակի կփոխարինեմ նրան, ինչ-ինչ պատճառներով, իհարկե լավ պատճառներով, քանի որ նոր տարի էր, տղեն մա որոշեց դուրս գնա քաղաքից, մի քիչ գնամ հանգստանամ, Արամ ջան, դու վարի պարահանդեսը, կվարեմ Գրիշա ջան, ինչ ա եղել, դու այդքան ինձ փոխարինել ես հայ սուպերստարում։ Շնորհակալություն Գրիշային։ Այսպիսով այսօր ձեզ հետ կլինեն Արամեն Պետրին և Անի Արոնյանը։ Ողջունենք մարդկանց, ովքեր դատում են նույն սկզբունքներով, անկախ նրանից տարին հին է, թե նոր։ Եվ դրանք այդ մարդիկ են, ովքեր նստած են մեր առջև։ Գևորգ Մարկոսյան։ Հմայիչ Վարդուհի Ալեքսանյան։ Հրաչ Բադալյան։ Եվ իհարկե Գագիկ Կարապետյան։ Քանի որ սենց տոնական մի քիչ տրամադրությունը, ինչպես դիմավորեցիք նոր տարին։ Ով որտեղ, Հայաստանում էիք, դուրսն էիք։ Արամ ջան, ավելի լավ է մի հիշացրա։ Okay։ Վարդուհի ջան, դու։ Ընտանիքիս հետ միասին շատ լավ տարի եմ անցկացրել։ Լավ, տրամադրությունը դրական է, այսօր պոզիտիվ, այսօր հիանալի օր է, ոնց որ առաջին եթերն է ամանորյա, շատ ջղայն չեք լինի, հուսով եմ մի քիչ ավելի թեթև կդատեք մեր այսօրվա մասնակիցներին։ Երևի կլինենք ավելի խստապահանջ, քանի որ վիշապի տարին սիրում է փոփոխություն, նորամուծություն, նորարարություն եւ կփնտրենք ավելի այլ խնդիրներ, այլ գնահատման չափանիշներ։ Շնորհակալություն, ծափահարենք մեր սիրելի ժյուրին եւ անցնենք առաջ։ Անի։ Հեռուստադիտողը կատարել է իր ընտրությունը դեռևս հին տարում։ Այո, մենք համերգի վերջում հրաժեշտ կտանք մեկ զույգի։ Թե որ զույգն է դա կիմանաք, իհարկե եթե դիտեք միջև վերջ մեր նախագիծը։ Դե իհարկե դա այն զույգն է, ով ստացել է հեռուստադիտողի եւ ժյուրիի բալերի գումարի նվազագույնը։ Սակայն այսօր մեծ հիանալի երեկո է սպասում, ինձ թվում է դեռ շուտ է, տես մի քիչ վատ բաներից խոսենք, արի լավ երեկոն մի հատ նայենք, բոլորի տրամադրությունը բարձրանա, որից հետո արդեն կխոսենք վատ բաների մասին։ Եվ ուրեմն բեմ հրավիրենք մեր մասնակիցներին երեկոն վայելելու համար։ Գնացինք, Սենիկ եւ Լուսինե։ Վահագն եւ Դիանա։ Մուրադ եւ Աղավնի։ Լուսինե եւ Արմեն։ Տաթևիկ եւ Գոգա։ Ժաննա եւ Պետրոս։ Մարիամ եւ Հարութ։ Էթերի եւ Արկադի։ Այն բոլոր մասնակիցները, ովքեր այսօր հիացնելու են մեզ իրենց հիանալի պարերով։ Անի, գիտես ինչն է հետաքրքիր, որ անցյալ պարահանդեսի ժամանակ, առաջին պարահանդեսի ժամանակ ես կրկին մեկ օրով փոխարինել եմ Գրիշային։ Ես հիշում եմ, վստահ եմ հեռուստադիտողները նույնպես։ Չգիտեմ, հիշում են թե չէ, բայց էլի 5-րդ գալահամերգն էր։ Իսկապես ինչ հետաքրքիր զուգադիպություն է։ Չգիտեմ, ինձ թվում է մյուսի 5-րդ գալահամերգն եմ ես վարելու։ Ուղղակի այն ժամանակ քո փոխարեն Մարինան էր այստեղ կանգնած, ընդ որում ողջունենք Մարինային, ով հիմա գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Մարինա, ողջույն։ Որ մի օր գաս էլ իրար հետ մի բան կվարենք։ Շնորհակալություն։ Իսկ հիմա քվեարկության կարգին պետք է անցնենք, քանի որ առանց քվեարկություն մեր մասնակիցները ոնց որ պայքարն անիմաստ է, էլի, եթե չկա քվեարկություն։ Այո, իհարկե, վերհիշենք քվեարկության կարգը Հայաստանի Հանրապետությունից քվեարկելու համար քաղաքային թվայնացված ցանցի եւ Բիլայնի բաժանորդների համար գործում է 09000-2000 հեռախոսահամարը։ Vivatel MTS-ի, Բիլայնի եւ Օրանժի բաժանորդները կարող են հաղորդագրություն ուղարկել 1005 կարճ-համարին, նախընտրելով իրենց զույգի համարը։ Քվեարկել կարող եք նաև աշխարհի տարբեր երկրներից, անգամ անվճար։ Այս մասին Շանթի պաշտոնական կայքեջում։ Պարահանդես նախագիծն է Շանթի եթերում։
Իսկ այսօրվա պարացանկում վալս եւ պասադոբլ, ընդ որում էլի անցյալ անգամ 5-րդ գալահամերգի ժամանակ ինձ ընկել էր պասադոբլ։ Անի ջան, ինձ թվում է ժամանակն է, որպեսզի մենք առաջին զույգին ասենք պատրաստվիր եւ շուտով դու ելույթ կունենաս։ Եվ ո՞րն է առաջին զույգը։ Եվ առաջին զույգն է Մարիամ եւ Հարութ, վալս։ 5-րդ գալահամերգը արագ վալս ենք բարելու։ Il arrive Այո, Էդիթ Պիաֆի Պատամ երգն է ծնված։ Պիտի ստանանք այդ ռետրո ներկայացման մի բան։ 1, 2, միացավ, 1, խաչվեց, միշտ ապի, խաչվելուց հետո պահի քեզ։ Քայլ միացավ, քայլ միացավ, քայլ միացավ, քայլ միացավ։ Ես ինձ ֆրանսուհի եմ զգում, դարապես։ Հայ, զգում եմ։ Բոլոր շաբաթներին։ Ներփաճաշակությամբ, հա, ճիշտ բառ օգտագործեցի, կիրառեցի, երևի թե հա։ 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 5, 6, 1, 2, 3, չես միացնում, այդպես 4, դες բացվում է իր, 1, տալիս էր, 2, հետ, 3, 4, 5, բացվեցիր, 6, եկար 7, մի քանի հատ բարդ պահում կա, որ հիմնականում մաշայի ուժի վրա է, ես նրան ընդհանրապես չեմ բռնելու, ինքը ինձանից բռնված պահումը հետևյալ կերպ է էլի կայանում, այսինքն եթե ինքը իրան թողեց, գմբ, եթե ոչ, ապա ամեն ինչ շատ հաջող ավարտ կունենա։ Փագի ոտ այդ խաչած, խաչի իրար վրա։ Չգիտեմ, ինչ-որ մի ձև տանը կպարապեմ, կփորձեմ։ Ինչպես միշտ Հայրիկիս եմ միշտ խնդրում այդ նման դեպքերում, Հայրիկիս հետ մի քիչ կպարապեմ։ Հաստատ լավ չի փորձի Հայրիկիս հետ։ Marie եւ Հարութ։ Դե ինչ, լսենք ժյուրիի կարծիքները, Գևորգ Մարկոսյան։
ասեմ ձեզ Մարիամ ջան, բացման համար բավականին լավ էր կատարումը, շատ սահուն էր, բնականաբար վալսին հատուկ սվինգ կար, նկատեցի եւ քայլերը գրագետ էին։ Մի փոքր թերություն կար թռիչքներ միացման մեջ, քայլերի միացման մեջ։ Դա հույսով եմ այդքան էլ մեծ թերություն չի, շտկել կարելի է։ Շնորհավորում եմ, լավ էր։ Շնորհակալություն, Վարդուհի Ալեքսանյան։ Մարիամ ջան, բարից սկիզբը շատ կերպարանին էր, բավականին լավ կատարեցիր, վերջնամասն էր հետաքրքիր, ինձ շատ դուր եկավ ձեր օրիգինալ վերջի պահումը, որը բավականին տեսարժան էր, շատ հետաքրքիր էիք մտածի այդ մասը։ Միջնամասում իրոք թռիչքները շատ էին, վալսը պետք է սահես մանրահատակի վրայով եւ ավելի մեծ պետք է քայլերը լինեին։ Ինձ համար ձեր քայլերը մի քիչ փոքր էին դիտվում։ Մյուս բարերում ավելի հաշվի առեք, որ ձեր հասակը եւ մարզավիճակը թույլ է տալիս արդեն մեծ քայլեր անել։ Իսկ ընդհանուր պարդ բավականին հանգիստ էր կատարվում եւ զգացվում էր, որ իրոք աշխատած է։ Շնորհավոր այսքանում։ Շնորհակալություն, Հրաչ Բադալյան։ Ես չեմ ուզում կրկնվել, արդեն իմ ընկերները ասացին։ Մարիամ ջան, բացման համար Հարութ եւ Մարիամ մեր 5-րդ համերգի բացմանոր շատ գեղեցիկ բեմադրություն էր, կար տրամադրություն։ Մի փոքր ինձ էլ ես էլ նկատեցի, որ ուղղակի այդ քայլերի մեջ մի փոքր թռիչք էր երևում, դա էլ երևի դեռ տոնական տրամադրության ազդեցության տակ է թռվռալով բարեցիկ, բացման համար շատ լավ էր, շնորհավորում եմ ձեզ։ Շնորհակալություն եւ իհարկե Գագիկ Կարապետյան։ Ու ասեմ, անցած անգամ մենք տեսանք խմած հարբած նապաստակին, որը շատ լավ տպավորություն թողեց իհարկե, հիմա տեսանք ծխող մի նոր կերպար։ Ես որ սկսեցի բարից մի ասացի սրանով չի շոքելու, ես աղջիկ որտեղ մեր տաղավարը բավականին տակ, հենց ասեցի հանվեցիր։ Իրանի բոլոր ասածներս տենց շուտ կատարվեն։ Իսկ բարի համար ասեմ, ճիշտն ասած, ես ձեր կատարումից մի քիչ ավելի բարդ, ավելի հետաքրքիր բան էի սպասում։ Ձեր երկուսի ուժերն էլ լավ իմանալով, առաջի մասում մի քիչ ինձ գոնե թվաց որ մի քիչ շատ ավելի բան պարզ էր։ Ես ավելի բարդ, ավելի նենց հասուն վալս էի սպասում, որտեղ ձեր զույգը կարող զույգ է։ Բայց դուք կարողացաք ձեր բոլոր այդ առաջադրանք կատարել, դա մասում մի քիչ անհամաձայնություն կար, հետո կարծես թե ավելի ընկավ տեղը, ֆինալը շատ սիրուն էր, շատ լավ էր, եւ իհարկե վերջի հետ, որ վրան գցեցիր հանկարծ չմրցի, դա էլ շատ լավ էր։ Կարծես դա էլ բարմի իմաստ էր, չէ՞, բանը պարտները մինչեւ վերջ պետքա պարտներ մնա։ Համարը լավն էր, ապրեք։ Շնորհակալություն, ես մի հարց ունեմ Մարիամին, Մարիամ դու նախորդ եթերների ժամանակ ասաց, որ ամանոր անցկացնելու ես էթերի հետ։ Այո։ Ինչպես անցավ ամանորը էթերի հետ։ Մի քիչ կպատմես մենք իմանանք։ Ամանորը անցավ այսպես, ես էի էթերիներ եւ բոլոր պարահանդեսի մյուս անդամները։ Այո, այդպես ավելի ընդլայնվեց մեր խումբը։ Բոլորը միասին նշել եք ամանորը։ Ոչ բոլորն էին ներկա, ոմանք բացակայում էին շատ ցավոք սրտի, կուզեի բոլորը լինեին, բայց շատ լավ անցավ, որովհետեւ մեծ մասը այնտեղ էր։ Ալկոհոլի չափազանցումներ բան եղան։ Բացարձակ, միայն պարում էին։ Այո, պարում։ Այո։ Շատ լավ, շնորհակալություն, գնացեք Անիի մոտ, նա ձեզ սպասում է, ծափարությունները ուղեկցենք նրան։ Մարիամ եւ Հարութ զույգին ենք դիմավորում ջերմ ծափողություններով։ Ես ձեզ շնորհավորում եմ 5-րդ գալայի եւ այս տարվա մրցութային ծրագրի առաջին բացումը դուք արեցիք հենց։ Դժգոհ ես։ Չէ։ Հա, դժպտա, չէ, դժգոհ լինել պետք չէ, որովհետև իսկապես լավ կատարում էր եւ ժյուրիի անդամները նույնպես նշեցին։ Մարիամ ջան, վիեննական վալսը շատ ազնվական պար է։ Ընդհանրապես կցանկանայիր ծնված լինեիր արքունական ժամանակաշրջանում։ Միայն արքունական ժամանակաշրջանում կուզեի ծնված լինել։ Ես այս 21-րդ դարում փորձում եմ ինքսի մեջ պահել այն ինչ որ կարդացել եմ գրքերում եւ եղել է։ Ընդհանրապես շատ կուզեի։ Բայց վստահ եմ ապրեիր պալատականների։ Անպայման միանշանակ։ Հա, վստահ, որովհետև այն ժամ ինչև անցնենք առաջ։ Հարգելի ժյուրի, խնդրեմ։ Գևորգ 8 Վարդուհի 8 Հրաչ 8 Գագիկ 8 Գոհեր գնահատականների սպասում եք։ Շատ շնորհակալություն ժյուրի, հարգելի հեռուստադիտողներ, եթե ձեզ դուր եկավ այս կատարումը, կարող եք քվեարկել նրանց օգտին։ Այս զույգի հերթական համարն է 0-1։ Շնորհակալություն մեր առաջին զույգին, շարժում ենք առաջ։ Մեր հաջորդ զույգը ձեզ կտեղափոխի Սիրո մարտադաշտ, կամ այլ կերպ ասած, այս բառը կարելի է անվանել սերենադ ըստ Վահագի։ Վահագն եւ Դիանա, դիմավորեք։
2012-ի պարահանդեսին պլաններս գնալով ընդլայնվել են, ճիշտ ասեցի, ընդլայնվել են։ Որոշել եմ, որ վերջապես պիտի պարեմ ու պարեմ ավելի լավ։ Раз, два, три, ձեռներ պահի, այստեղ բարձեցել եմ։ Раз, два, три, раз, два, три, раз, два, три, раз, два, три, раз, два, три։ Բայց կեսից ես ձեռներդ արդեն սենց հալինում։ Раз, три, раз, два, три, ձեռներդ։ Դու սենց ես անում, ես հենց առաջին քայլը գնում, սենց, два, три, раз, два, три, ձեռներդ բարձրանում, ոտը սենց հալինում։ Մինչև հիմա, ասենք իմ համար անկեղծ որ ասեմ, չեմ պարել որպես կոնկուրս, չեմ պարել որպես մրցույթ, հա, իմ համար չի եղել ուղղակի, ես պարում եմ իմ հաճույքի համար, հիմա արդեն զգում եմ ինչ որ կոնկուրս է գնում։ Գնաց։ Ուսած ինչքա։ Չացրա։ Ահա։ Այսօր։ Ահա։ Հիմա ինձ ասնո։ Ահա։ Սերչացրա։ Ты? Раз. Գալահամերգին պարել ենք Վենսկի վալս։ Այսօր Ձինան է ասում վիեննական վալս։ Չէ, ես չեմ ասում, ես ուղղակի ասեցի, դու շփոթված ասեցի Վենսկի։ Սյուժեն իրանից ներկայացնում է մոտավորապես սերենադ ու Սիրիայի խաղ երևի թե հա, սենց կարանք վերնագրենք Սիրիային հետաքրքիր խաղ։ Վահագն և Դիանա։ Ես եմ ժյուրիի կարծիքները, Գևորգ Մարկոսյան։ Շատ ողջունելի է, ես նկատում եմ որակական ահագին փոփոխություններ դեպի լավը եւ քայլերը բավականին կիրթ քայլեր էին, միտեղ երաժշտությունից ուղղակի մի քիչ տապեցիր եւ մի փոքր էլ այդ թռիչքների խնդիրը ձեր մոտ էլ կար։ Շատ չնչին, բայց կար։
ընդհանուր առմամբ լավ էր։ Շատ գեղեցիկ սկիզբ էր, գեղեցիկ ավարտ էր, ընդհանուր բանը շատ լավն էր։ Շնորհավորում եմ։ Վարդուհի Ալեքսանյան։ Վահագ, ես նկատեցի, որ քո ոտքերում լարվածությունը իրոք կար եւ շատ էր, որը խանգարում էր քեզ ավելի մեծ քայլեր անելու, բայց Իրանիդ հատվածում դու ուղղակի երգում էր, դու մենակ չէիր պարում, նույնիսկ խոսքերն էիր արտաբերում շրթունքներով, որը շատ լավ տրամադրություն էր քեզ տալի։ Ինձ դուր եկավ, որ մշակված էին բոլոր քո քայլերը, ձեռքերը, վարժությունները եւ դու ավելի փափուկ ես սկսել պարել, ավելի յուրաքանչյուր էլեմենտի։ Դու կարող ես տոնել ինչ ես հանգստացել, Վահագ։ Մեծ աճ է նկատվում քո պարի մեջ։ Հանգստացել ես տոների ժամը։ Հանգստացել եմ, բայց անհանգստանում եմ, որ լավ պարեմ, երևի էդ էր։ Դու միշտ անհանգստացի, քո մոտ դա լավ է ստացվում։ Հրաչ Բադալյան։ Նույն հարցի ես էի ուզում տալ, արդեն Վարդուհին ասաց, այս տոների ընթացքում երևում է, որ լավ պատրաստվել եք ու աշխատանքը երևում է, Վահագ ջան։ Փոքր մանր այդ քայլերի մեջ, թռիչքների մեջ կային շատ չնչին թերություններ, դե առանց դրա չի լինում, սա արվեստ է։ Ողջունում եմ ձեզ ու ցանկանամ, որ նման տեմպերով շարունակեք։ Երևում է, որ աշխատել եք, լուրջ եք մոտեցել ձեր աշխատանքին ու արդյունքը ակնհայտ երևում է։ Շնորհավորում եմ։ Շնորհակալություն, Գագիկ Կարապետյան։ Ես բոլոր հարցերի պատը կարծում եմ, որ հյուրա գնացել, դեռ մի հատ վայր սպարել անպայման տանտիրու, այդտեղ էլ է փորձ էլի ամբողջ նոր տարվա օրերին։ Վահագ ջան, ինձ շատ դուր եկավ, ոնց էիք պատրաստվել, որովհետև համեմատելու չի քո նախկին ելույթների հետ, ազնիվ խոսք, համեմատելու չի, շատ երաժշտական պարեցիր, ֆրազները շատ ճիշտ օգտագործած, շատ ճիշտ հասցրած արագ վարսը, ինձ շատ դուր եկավ, մի քիչ նորից կեցվածքի հետ խնդիր ունես, մեջքիդ հետ, մի քիչ այդ պետքա հիշես, այդ պետքա պահես, եղավ, մնացած բոլոր բաները, բրավո, բավականին մաքուր, բավականին հասցրած, ամենասպրում մյուս անցած ոչ մի ելույթիդ հետ չեմ համատել այս ելույթը, ապրես։ Շնորհակալություն։ Վահագ, ես մի հարց ունեմ քեզ, որն ավելի դժվար բանակում սերիալում նկարանվելը, թե պարելը։ Քեզ տանջում են, ես ոնց հասկանում եմ, այստեղ տանջվում ես դու։ Ասում եմ մի տանջիր, որ չտանջվես երևի։ Ում ես տանջը։ Գալիս այնտեղ զինվորներին, հա, ստեղ էլ ինձ, բայց չէ, ինձ համար ավելի դժվար է բանակում հերոսասերիալում խաղալը։ Հո։ Հա։ Երկրպագուները այստեղ են Վահագի։ Հիմա դուք կողմեք Վահագի ասացին, թե չէ։ Այստեղ ան պարել է ուզում։ Էսի Արամ ջան, այս կողմի համար, իսկ այս կողմի համար պարանդեսում պարելն է շատ դժվար։ Նա էլ հետ պտտվի մի բան էլ ասա։ Շնորհակալություն, գնացեք Անի մոտ, նա ձեզ սպասում է, ծափարությունները ուղեկցենք նրան։ Վահագ եւ Դիանա։ Շնորհավորում ենք ձեզ, իսկապես աճը շատ է նկատվում, ինչպես նշեց նաև ժյուրիի անդամները։ Այո, մենք այստեղ հյուր ունենք, Ազատն է մեզ միացել, շնորհավոր Ամանոր եւ Սուրբունուն։ Վահագ ջան, հայ տղամարդիկ տարբերվում են նաև նրանով, որ իրենք խոհանոցային գործերից անմասն են մնում։ Դա ճիշտ ես համարում, թե ոչ։ Կոնկրետ իմ պարագայում ես սիրում եմ խոհանոցում աշխատել ու սարքել ուտելիքներ տարբեր բաներից, որը կոնկրետ անվանումը չգիտեմ, ուտես հետաքրքիր բան եմ սարքում։ Ամանոր էր, Ամանորասեղանի որ հատվածներ պատասխանատվության ներքո։ Իմ պատասխանատվության ներքո, հա, բանը անընդհատ հյուրեր էինք ընդունում ճանապարհում, իմ մոտ բաժակները լցնելն էր ու անընդհատ այդ էր ամենապատասխանատուն երևի։ Վստահ եմ շատ լավ ասացվել, բաժակները լցնելը։ Հարգելի ժյուրի, խնդրեմ ձեր տոնական գնահատականները։ Գևորգ 8 Վարդուհի 7 Հրաչ 8 Գագիկ 7 Կավելացես որևէ բան։ Շնորհակալություն, հարգելի հեռուստադիտողներ, կարող եք քվեարկել Այզիկի օգտին, եթե նրանց կատարումը ձեզ դուր եկավ։ Այզիկի հերթական համարն է 02։ Շնորհակալություն, մենք շարունակում ենք մեր հաջորդ ելույթը կարելի է կոչել այսպես. հայը, վիեննական վալսը եւ ռևերանսը։ Պարում են Ժաննա Դարկը եւ Պետրոս առաջինը։ Ժաննա եւ Պետրոս։ Հոգնած էինք, ուզում էինք հանգստանալ, հանգստացանք, բայց ընդամենը մի քանի օր։ Չեմ հասցրել կարոտեմ։
Մի քանի օր հետո արդեն այստեղ էի, փորձ էինք անում։ Կռացի։ Հիմա գլուխդ նայ ինձ։ Հասկացա՞ք։ Դավայ։ Այս ձեռքդ էլ դիստեղ։ Աբրես։ Պտտվեցինք։ Մեջքը։ Պտտվեցիր։ Ու գցի։ Ինքը հասկանում է։ Ես հասկանալ նայեմ, հասկանում որ անում ես։ Դավայ։ Մի հատ է պտտի։ Ոխ։ Չէ, ջան։ Հələ գցի ոտդ։ Մարմնդ բեր ստեղ։ Բայց չի գալիս։ Ոնց նոր եկավ։ Դավայ։ Մի հատ է։ Ոնց որ դեվիլն։ 5-րդ գալահամերգին պարելու ենք վիեննական վալս։ Մի նայ տենց վերս։ Ժանան քանի սկսել այս պարը անընդհատ բողոքում է, դժվար է, բարդ է, արագ է, ես գիտե հեշտ է, ես գիտե քիչ է շարժումները։ Որտեվ դու էիր ասում որ հեշտ է։ Դե բա գիտես դու։ Աչու ձախ պտույտ, ընդամենը։ Раз, два, три, раз, два, три նայ ձեռքը, раз, два, три, раз։ И 1 2 3 գցի 2 3 պտույտ 2 3 раз Մոկած հարցների դիրքն է ընդունել։ Դրի ստեղից վերցրեցիր, այնտեղ գցեցիր։ И раз, два, три վերցրա գցի։ Շատ ընդհանրապես վիեննական վալսը իր բազայով աղքատ է, ասենք համեմատած մյուս պարերին, որոնց բազան շատ է շարժումների, վիեննականը մի քիչ աղքատ է, ավելի քիչ է շարժումները, բայց դե կարանք մենք ստեղծագործենք ինչ-որ բաներ, բաժշկաներ, պահումներ, ջան։ Ես ամեն ինչ անում եմ, որ քո համար դժվար լինի։ И 1 2 3 раз 2 3 раз 2 раз 2 3 раз 2 3 1 2 3 1 2 3 միտռի раз 2 3 1 2 3 գնաց 1 2 3 պտույտ 2 3 раз 2 3 раз и 1 2 3 2 3 լավ այնպես չէ որ Ժանա շատ տանջվում է չէ թեթև նենց իր համար գալի ես եմ տանջում ժողովուրդ ջան կարակ Բա տանջելը հեշտ բան հա ծանոթանք դառնք դրեցի դրեցի ավելի կրանամ դրեցի որ դնում ես ոտքդ Ազի ջան, մեջքը տենց մի բան արա կախի, սենց անում ես ու սենց ընգնում ես։ Արի, раз, два, три, ձգվի։ Բարդ պահում ունենք հենց ամենասկզբում, ի սկզբանը չէր ստացվում պահումը։ Ես ասեցի մի անգամից փոխեմ, ժամանակ շատ չվատնենք այդ շարժումի վրա, ինքը բարդ է այդ պահումը։ Ժանան չէ, բա պիտի անեմ, տենց աշխատում ենք ես մի 6-7 ամիս այդ շարժումի վրա ենք աշխատում, տենանք վերջ ոնց կնի։ Մեկ, մի վրազը։ Մնա, մեկ, 2, մնա, արի, 3, Լավ, ժողովուրդ ջան, դիտեք շանթի եթերում 2012 թվականի առաջի գալա համերգը Նշի, պարանդես 2 Պարանդես 2
s'envoler de mes ailes. Je voulais vivre comme le temps, suivre les heures, vivre au présent. Plus je vivais, plus encore je t'aimais. Pardonne-moi ce caprice d'enfant. Pardonne-moi, reviens-moi comme avant. Je t'aime tant et je ne peux pas vivre sans toi. Ժաննա եւ Պետրոս։ Բրավո։ Մնաց տեսնենք ինչ կասի ժյուրին։ Սկսեցին Գևորգ Մարկոսյան։ Ժաննա ջան, ապրես դու հաղթահարեցիր բոլոր դժվարությունները, բավականին բարդ պարեր, բոլոր պահումները շատ տեղին էին եւ չխանգարող, այսինքն պարին չէր խանգարում այդ պահումները։ Մենք տեսանք գեղեցիկ պար, գեղեցիկ պահումներով եւ բարդ շարժումներով։ Շնորհավորում եմ։ Շնորհակալություն Վարդուհի։ Ժաննա այնքան համահուն չէր քո գեղեցիկ զգեստը, այս լույսային էֆեկտները, քո տրամադրվածությունը, դու ներքուստ կարծես երգեր եւ բոլորից փոխանցեր լավ բարձր տրամադրություն եւ պոզիտիվ էներգիա։ Քեզանից երաժշտության այդ կուլմինացիոն պահերին դու ուզում ես փոխանցել լավ տրամադրություն բոլորից, որը չէր խանգարում կատարել բարդ էլեմենտներ, շարժումներ, պահումներ, օրիգինալ։ Ես պատահմամբ ներկա գտնվեցի ձեր փորձին եւ տեսա Պետրոսի խստապ պահանջությունը, բրավո։ Ժաննա, դու արդարացնում ես բոլոր սպասումները, բրավո իրոք։ Հրաչ Բադալյան։ Սիրելի հեռուստադիտողներ, սիրելի հանդիսատես, մենք քիչ առաջ ներկա գտնվեցինք, այսինքն ականատես եղանք պալատական վալսի, որի մեջ որ կար այդ ամեն ինչը, ազնվա բարո, այդ թե կեցվածքը, թե շարժումները, թե տրամադրությունը, ձեր զույգը մեր նախագծի ամենաստացված զույգերից է իմ կարծիքով, ես ողջունում եմ եւ շնորհակալություն եմ հայտնում այս գեղեցիկ ելույթի համար։ Ապրեք։ Շնորհակալություն Գագիկ Կարապետյան։ Շնորհակալություն Պետրոսին, հիանալի բեմադրություններ, համարձակ բեմադրություններ, պրոֆեսիոնալ մտածողությամբ, այսինքն երբ չէի մտածել, որ հետիդ պարող աղջիկը չպարող է, այսինքն դժվար է Ժաննայի համար տենց ասել, այ մի բան որ Հարութ հենց մոր ասեցի, որ պակաս կար այդ համարձակության, ձեր մոտ կար, համարձակ էիք լուծել եւ ամենակարևորը համարձակ լուծել եք եւ հաղթահարել եք, շատ անգամ փորձում են համարձակ անել եւ չի ստացվում, դու կարողացել եք հաղթահարել, շատ գեղեցիկ կոստյում, շատ գեղեցիկ լուծումներ, պահումներ, շատ գեղեցիկ կատարում, ես զարմացա մինչև անգամ որ Ժաննան բացեմ որ հասրել էր պարը սովորել յուրացնել, ինքը յուրացրել էր անգամ տեխնիկան հագուստի հետ վերաբերվելու, ոտքը ոնց դնի որ փեշը ոտքի տակ չգնի, երբ պետքա փեշը մի ձեռքով բարձրացնի, երբ թողնի, չգիտեմ նկատեցիք թե չէ, բայց սա էլ բավականին բարդ բան մաստիկներ էր պարի դետալները որ պետքա հիանալի համար էր, կարևորը դուք պարեցիք ոչ թե ձեզ համար, պարեցիք մեզ համար, բրավո։ Շնորհակալություն։ Երբ որ ամանորյա սեղան էիր զարդարում, քո այս փորձերը քեզ օգնեցին, այսինքն ստալիշնի սալատը փաղետոնեմ։ Միայն պարելով։ Բուդը, կարոտել ես այս ամանորյա օրերին պարել այդ, այսինքն ֆորմայից ընկել էիր, հիմա ֆորմայի մեջ ես զգում, ուզում ես շարունակել պարել։ Արամ, դա ընդամենը մի երկու օր էր։ Այնպես որ չեմ հասցրել։ Չեք հանգստացել, չեն հանգստացել այս մարդիկ, սիրելի ժյուրի, դուք գիտեք, հուսով եմ տեսնեք հանգստացել։ Զգացվում է։ Հանգստանային այսպիսի ելույթ չեն կարող ունենալ։ Դե ես կարծում եմ մենք այսօր 10 բալ կտեսնենք։ Okay, Գրիշնա հանգստանում մենակ, մենակ Գրիշնա հանգստանում, թույլ է տա։ Շնորհակալություն։ Գնացեք Անիի մոտ, նա ձեզ սպասում է այնտեղ, ծափարություններով ճանապարհենք։ Ժաննա եւ Պետրոս, շնորհավորում եմ ձեզ։ Շատ գեղեցիկ իսկապես հեքիաթային կատարում էր։ Վիեննական վալսը շատ նման է, այսպես կարծես հեքիաթում լինես, ու մենք էլ բոլորս այսպես վարակված նայում ենք։ Հեքիաթների հավատում ես։
Հա, իհարկե, ես այնտեղից եմ գալիս, չնկատեցիր։ Չէ, դու նկատեցիր։ Հեքիաթային աշխարհից, այո, հրաշքների հավատում ես։ Հա։ Եղել է ինչ-որ տենց դեպք, որ հրաշքի անման եղել քո կյանքում։ Հենց նոր անի։ Հենց նոր բեմում։ Հենց նոր բեմում։ Մենք բոլորս դա զգացինք։ Հարգելի ժյուրի, խնդրում եմ գնահատեք այս գեղեցիկ կատարումը։ Գևորգ 9 Վարդուհի 9 Հրաչ 9 Գագիկ 9 Դեռ երեկոյի ամենաբարձր գնահատականներն Վարդուհի Ալեքսանյանը նորից մեզ, այո, մենք կարծում ենք 10 կլինի, բայց նորից 9 եղավ, ես ձեզ շնորհավորում եմ։ Հարգելի հեռուստադիտողներ, կարող եք քվեարկել այս զույգի օգտին, եթե այս հեքիաթային կատարումը ձեզ դուր եկավ։ Ժաննա եւ Պետրոս զույգի հերթական համարն է 03։ Եթե Կարմինա Բուրանը ուրեմն հաստատ պայքար եւ պայքարում են երկու չար ուժերը, ով է հաղթելու՝ Էթերի եւ Արկադի, Պասադոբլ։ Անունից հետո պատրաստում ենք 5-րդ գալահամերգին, պարելու ենք Պասադոբլ, երաժշտությունը ընտրված է Կարմենա Բուրանը, երաժշտությունը, շատ հզոր, շատ իրոք շատ լավն է երաժշտությունը։ Հզոր երաժշտություն։ Այո։ Պետք է տրամադրվել, շատ լուրջ դրա համար մենք փորձում ենք մեզ տրամադրել։ Ու այսպես էլ տրամադրում ցույց։ Մեկ ի ստոպ, հիմա անցնում ես ոտքի վրա, սպիրալ պտույտ, քայլ, միատել, վсё, ի 2, ի 3, ի 4։ Ահա։ Հստակ քայլեր արա։ Շատ ուրախ եմ, որ վերջապես պարում ենք Պասադոբլ, ես շատ եմ սպասում Պասադոբլին եւ ռումբային եմ շատ սպասում։ Պամ, 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 հոպ։ Տազը, ապրես, պտույտները, միատել, տազը, մեկ, 2, ասեմ երաժշտությունը շատ հզոր է և բեմադրությունը ինչ-որ տեղ զիջում է։ Զգացմունքներն ենք ուզում փոխանցել, այն ինչպես մենք ենք զգում այդ երաժշտությունը, բայց ոչ թե որ մեր բեմադրությունը երաժշտությունից ավելի լավը լինի։ Չի կարա այդպես լինել, որովհետև ինքը մի հատ է, ինքը միակն է, իսկ բեմադրությունները, ինչպես արդեն ասել եմ, շատ են, շատ տարբեր են, ով ոնց զգում է, այդպես էլ պարում է այդպես բեմադրում է։ Ეხի եմ սիրում, հետո ինչ լավատես է այդպես։ Վապապա։ Գիտես այդ ինչից է եթեր, բասմատի։ Վամպապամ։ Եթեր մի բարձացի, կանգնի, հեստակ կանգնի, վերջ։ Ռաս, ադվա։ Կանգնի, ձերքը, շարունակի, 1, 2, 3, 4, ուշացար։ Այս բեմադրությունում Էթերին հաղթում է Արկադին։ Այո։ Պատա։ Շատ լավ է։ Այո։ Իսկ ես բեմադրությունից հետո կասեմ։ Դուզի։
Էթերի եւ Արկադի։ Ստեղ Արուն է եղել։ Լսենք ժյուրի կարծիքը, Գևորգ Մարկոսյան։ Էթերի ինչպես Վահագին ասեցինք, բավականին աճ կա քո կատարման մեջ, ուղղակի մի քիչ պակասում էր բարի բնավորություն, այսինքն դա պետք է ձեռք բերել ոչ թե դիմախաղով կամ էմոցիայով, ավելի շատ մարմնի դիրքով պետք է ձեռք բերեիք, այդ մարմնի դիրքով պետք է մտնեիք բարի մեջ, դա էր մի քիչ պակասում իմ համար։ Ընդհանուր առմամբ բարը ստացված էր եւ բավականին լավ։ Շնորհավորում եմ։ Շնորհակալություն Վարդուհի Ալեքսանյան։ Դե եթե հաշվի առնենք, որ յուրաքանչյուր շաբաթ մենք պետք է բարելավենք եւ կատարելագործվենք, ձեր զույգի դեպքում աճը ինձ համար մի փոքր քիչ էր։ Մի քիչ էր դիտվում, որովհետև ձեր մյուս կատարումների նման միապաղաղ էր թվում ինձ։ Այսինքն Էթերի կարծես դու նախորդ շաբաթների նույն մակարդակը պահած լինեիր եւ տրամադրություն կար, լավ խառնվածք էր ցուցաբերում, երաժշտությունը, կերպարը բավականին լավ էր կերտած, բայց մարզավիճակը մի քիչ թույլ չէր տալի ընտրել այս երաժշտությունը կամ տվյալ շարժումները։ Ինձ թվում է մի քիչ դատարկ էր։ Դու ավելի կարող էիր տեխնիկապես բարդ եւ ավելի լավ պատրաստվեիր։ Մի քիչ աշխատանք շատ է պահանջվում։ Այսքանում։ Շնորհակալություն Հրաչ Բադալյան։ Էթերի ջան, տրամադրության առումով խնդիր չկա։ Խնդիրը ինչ որ դրված էր, ճիշտ կատարեցիք Արկադի հետ միասին, այդ ինչ որ պահանջվում էր, խնդիրը կատարեցիք։ Ուղղակի համաձայն եմ Վարդու հետ, շարժումների մեջ այդ կտրուկությունը, այդ ֆիզիկական զուտ, ասինքն տեխնիկական մի փոքր թերություններ կար։ Մնացածը անթերի էր։ Ամեն դեպքում աշխատանքը երևում է, որ պատրաստված եք, երևում է, որ տրամադրված եք եւ այդպես էլ կուզենամ, որ շարունակեք։ Վստահ եմ, այն ինչ որ ասվեց, հաշվի կառնեք հետագա ելույթների համար։ Ապրեք։ Շնորհակալություն եւ վերջին կարծիքը Գագիկ Կարապետյան։ Իմ կարծիքով այս համարը նայելուց հետո ես կարող եմ ասել, որ ձեր մոտ էլ բավականին աչքա Վարդուհին ասեց ես չեմ տեսնում, ես տեսնում ուղղակի մենք երևի մոռանում ենք, որ այսօր ինչ որ իրան կատարում են եղած բարացանկի երևի թե ամենաբարդ բառն է։ Եվ այս համարը էզևի ներկայացնել, դա խոսում է նրա մասին, որ դուք պարապել եք, դուք որոշ բաներ հասցրել եք։ Մի բան իմ կարծիքով երաժշտությունը շատ հզոր էր իր ամեն ինչով եւ այդ երաժշտության հետ համահունչ նրան հավասար կատարումը չստացվեց դրա համար, ասենք մի քիչ մենք բան տեսանք, ավելի թույլ տեսանք, բայց իմ կարծիքով դուք բավականին պարապել եք, թե շարժման մեջ, թե հոգեվիճակի մեջ, լավ հոգնել ես, չէ՞ թե։ Հոգնել ես, չէ՞։ Որտեղ քո դեմքից այդ լարվածությունը հենց այդ կերպարային ավելի շատ է հոգնեցնում շատ անգամ, քան թե ինձ ինքը պարը։ Ես զգացի, որ դու ճիշտ բանի մեջ ես հոգեվիճակի։ Ինձ դուր եկավ, դուք բավականին մեծ քայլերով գնում եք։ Հիմա եթե սենց շարունակվի մինչև ֆինալ, բավականին հետաքրքիր գործեր կտեսնենք ձեր կատարմամբ։ Ապրեք։ Շնորհակալություն։ Էթերի ամեն դեպքում պրոֆեսիոնալների կարծիքը լսեցինք, ես որպես սիրողական զուտ հայացքով նայում եի, ինձ շատ դուր եկավ, դու էլ որպես ոչ պրոֆեսիոնալ, խնդրում եմ 10 բալանի համակարգով գնահատիր քո ելույթը։ Ես երևի չեմ կարող գնահատել, որովհետև ես բարի մեջ էի, ես զգում էի բարը։ Դե հենց դրա համար եմ ասում, դու ինքդ։ Իմ համար իմ զգացմունքները պիկի էին հասել, բայց դե ինչպես տեսավ հանդիսատեսը, չեմ կարող ասել, որովհետև մի բանը երբ դու նայում ես հանգիստ, մյուս բանը երբ դու պարում ես։ Փորձենք հանդիսատեսին հարցնել։ Սիրելի հանդիսատես, 10 բալանի համակարգով 9։ Շնորհակալություն, գնացեք Անեի մոտ, շնորհակալություն։ Էթերի եւ Արկադի դիմավորում ենք ձեզ ջեն ծափարություններով, ինչպեսի կերպարանա փոխում Էթերի ով եք քեզ հետ այսպես վարվել բեմելից առաջ։ Դե տեսակ Արկադի հասկանալի է։ Ես գիտեմ, որ զույգերը մեկ-մեկ ունենում են ընդհանուր, բայց այս աստիճան չէի սպասում։ Դե բարե պատմությունը, որը ուներ իր պատմությունը եւ այդ պատմության մեջ վեճ կռիվ, որը այսպիսի ավարտ ունեցավ։ Որը դուք կարողացաք վստահ եմ փոխանցել հանդիսատեսին ու հեռուստադիտողին։ Էթերի ամանոր էր, ձմեռ պապիկը քեզ ինչ ա բերել։ Շատ նվերներ եւ կարևորը որ շատ լավ անցկացրեցինք։ Նվերներ ավելի շատ սիրում ես տալ թե ստանալ։
Եվ տալ եմ սիրում, եւ ստանալ։ Հավասարապես։ Ես օրինակ ավելի սիրում նվերներ տալ, ինչևէ անցնենք առաջ, հարգելի ժյուրի, խոսքը փոխանցում եմ ձեզ, խնդրեմ։ Գևորգ 8 Վարդուհի 7 Հրաչ 8 Գագիկ 7 Պատը չեն գնահատականները, ցանկանում եմ ձեզ ավելի ու ավելի լավ գնահատականներ, հարգելի հեռուստադիտողներ, եթե ձեզ դուր եկավ մեր այս երեկոյի առաջին պասադոբլը, ապա կարող եք քվեարկել։ Էթերի եւ Արկադի Զույգի հերթական համարն է 04 Արամ I have nothing, կարծում եմ Հյուսթոնի երկրպագուները այժմ մի փոքր կբարձրացնեն հեռուստացույցի ձայնը, քանի որ նախ հնչել է Whitney Houston-ի երգը եւ երկրորդը պարում են Լուսինեն եւ Արմենը։ Վալս Շատ լավ անցկացրինք տոները ու հիմա նորից աշխատում ենք կրկին հաղթանակի ձգտումներով դեպի 6-րդ գալահամերգ։ 5-րդ։ Վայ։ Ես տոնականներ հաշվեցի։ Մի շաբաթ օրինակ ասես արդեն հաղթանակի շաբաթը չէ։ Դու ծիծաղում է նա ու վերջում է ծիծաղում։ Ես անպայման վերջում կծիծաղամ, լիաթոք։ Արմ, ես ինչ շոր եմ հագնելու։ Որոշել ես։ Գիտես ինչ եմ ասում, ես նենց լավ մտահղացում ունեմ։ Լսում եմ։ Ուրեմն, ինչ գույնի մեջ ես ուզում։ Եթե մտահղացում ունես, գույնն մտածես կտես։ Грязно-розовый, ինձ այդ գույնը շատ ասազում, бледно-розовый։ Սենց կուպալնիկա, բոդի, ու վերից թափանցիկ շիֆոն, սենց երկար։ Եվ դրանով ինչ ես զուգարես։ Վենսկի վալս։ Ինչ։ Прическа սելս ես սիրուն սենց միած ար։ Դիստենցը կպահես։ Լուս կլի մի հատ պոչկդ հավաքես։ Փորձեր, արդեն իր մոտ մկանային համակարգը զարգանում է եւ այլն, ճաշակը զարգանում, պարան եւ այլն։ Մի րոպե։ Հիմա ես իրան խփեցի ոտով։ Որ սկզբ բարձրացնում վերև, դու մարմնով ձգվի դեպի վերև։ Դու ինձ պետք է օգնես։ Ու ոտը սենց մի արա, քացի մի տուր։ Լավ։ Գիտես ինչ տիպի, այն տիպի, որ ամնե լետած, այդ, հա, ամնե լետած, ախոտա։ Գնացինք։ Աշոտից։ Մեկ, երկու սերը։ Ոյ, անենեց կցեց։ Раз, два, три հետ մի հատ լսի, տես պարկում ես գետին, այսինքն պարկում ես գետին, ես քեզ տոս տորքան գեղը չեմ, որ պարկածը տեղից հանեմ գլխիս վերևը։ Պապա! Այ! Հա, պամ։ Երևի դու խոսես լուս։ Раз, два, три, Գիտես դեմքիս արդեն։ Ես հետո իջնելուց հետո մի հատ դեմքդ մի հատ մոռացի մի հատ։ Раз, два, три, раз, два, три, раз, два, три, раз, два, три, раз, три, раз, два, три, два, три, раз, два, Արի մտածում ես կարող է համերգի ժամանակ չստացվի պահումը։ Ստացվի չստացվի անկախ նրանից կարողանաս անես չանես, ես կս գրկելու եմ անեմ էդի չի հարցը։ Պրոստը մի քիչ ես պահումի հետ կապված Լուսինեի ոտքերից եմ վախենում։ 1, 2 հետ, 1, 2 առաջ, 1, 2 հետ, 1, 2 ինչը չես հիշում։ Գիտես այդ ինչից է, որ դու իշտում ես ու մոռանում ես թե հետևը տղա կա թե չկա։ Հասկացար։ Որ դու իմ հետ չես պարում, այ դրանից է։ Դամանը մոռանում ես, դու կոնտակտ տնի հետ կորցնում ես։ Ես ամբողջ ուշքումիցս դու ես, ոնց ես կարամ քո մասը։ Դե հիմա որ իջար, ոնց հասնեմ բա քեզ։
Այս անգամ փոքրինչ խախտենք կարգը եւ սկսենք Գագիկ Կարապետյանից։ Քիչ առաջ ասում էի մեր վիճակը, ժյուրիի վիճակը գնալով բարթանում է, որտեղ ուժեղ զույգերը գնալով ավելի շատ անում են եւ կողմնորոշվել բավականին ավելի դժվար է դառնում։ Ինչ շատ դուր եկավ համարը, շատ լավ կատարեցիք, Արմեն ջան, շատ լավ լուծումներ կար, շատ ճիշտ էր երաժշտական լուծած ամբողջ համարը, օգտագործեցիք ամբողջ բեմահարթակը, շատ գեղեցիկ էր եւ ինչ շատ դուր եկավ վերաբերմունքը իրար նկատմամբ դուք ոնց եք ապրում։ Դրանից նաեւ գալիս էր վերաբերմունքը մեզ համար։ Ինչ շատ դուր եկավ, ապրեք։ Շնորհակալություն։ Գևորգ Մարկոսյան։ Լուսնե ջան, բավականին լավ բարեցիր, փափուկ, սահուն, քո բնավորությանը համապատասխան բարեր։ Շատ գեղեցիկ բեմադրություններ ու շատ համապատասխան կոնկրետ ձեր զույգի։ Ոչ մի ավելորդություն չկար, ամեն ինչ տեղը տեղին էր։ Շնորհավորում եմ։ Շնորհակալություն։ Հրաչ Բադալյան։ Ես նորից մնում եմ իմ կարծիքին, այս ոճը շատ քեզ սազում է Լուսինե ջան, ավելի հանդարտ, ավելի սահուն, հատկապես այդ գեղեցիկ շրջանը, որ կատարեցիք, դե Արմենի մասին խոսք չկա, ինչպես այս ֆիլմի երաժշտությունը, ինչպես գիտենք այդ ֆիլմից, չէ, քեզ թիկնապահի պես սենց տարավ, գեղեցիկ, մինչև հաղթական ավարտին բարի, ապրեք, էլեգանտ մատուցեցիք, բեմադրությունը ես ձեզ ողջունում եմ և սպասում եմ հաջորդ համերգներին։ Շնորհակալություն և իհարկե գեղեցկուհի Վարդուհի Ալեքսանյան։ Լուսինե ջան, դու ունես շատ կարևոր առավելություն։ Փորձերի ժամանակ երբ դիտում ենք քո պարը եւ մրցույթի, ահռելի տարբերություն է դիտվում։ Դու կարծես ինչ-որ բան փոխվում է, երբ մանրահատակին ես ոտքդ դնում եւ ներկայանում ես քո մաքսիմալով։ Այն ինչ որ դու պատրաստել ես, քո մոտ ստացվում է տվյալ պահին։ Դա շատ ողջունելի է եւ կարողանում ես դու այդ կատարել եւ ներկայացնել, շատ լավ է։ Պարը ընտրված էր բավականին պարզ էլեմենտներով։ Դու կատարում ես հերթական աճ, ձախ պտույտ եւ մի քանի պարզ էլեմենտներ։ Ամեն ինչ չափի մեջ էր գեղեցիկ էր, բայց զույգում ես կուզեի, որ դու շտկեիր ուսագոտուտ հատվածը, որովհետև հաճախ այն ծռվում էր կամ այդքան պարզ ու գեղեցիկ չէր, ինչքան որ պետք է լինի։ Ընդամենը շտկիր ուսագոտու հատվածը եւ մնացածը շատ լավ կստացվի։ Եվ մյուս կատարումներից մեջ դու արդեն կարող ես ռիսկի դիմել եւ ավելի բարդ շարժումներ ընտրել։ Մի քիչ պարզ էր ինձ համար։ Շնորհակալություն։ Լուսինե, երկրպագուները հետաքրքրվում են։ Այ ինչ երազանք է պահել Լուսինեն Սուրբ Ծննդյան օրը կամ հենց ամանորյա գիշերը։ Կլինի, որ մնա դա գաղտնիք իմ երկրպագուների համար։ Իհարկե կլինի։ Չեք իմանա դուք տենց էլ սիրելի երկրպագուն։ Ես խոստանում եմ, հենց երազանքս կատարվի, ես դա կբարձրաձայնեմ։ Էլում է պետք։ Իրանց այդ ժամանակ էր պետք։ Չկա, լավ, չեք ասում, դե ոնց չի որ հիմա սիրելի երկրպագուներ, հիմա չի ասում աղջիկը։ Ոչինչ։ Իսկ կա ինչ-որ մի բան փոքրիկ երազանքներից, որ կարող եք ասել։ Գոնե դրանով իրանք ոգեշնչվեն, մինչև կարևորը լինի։ Փոքրիկ չէ, երևի մի գլոբալ երազանքի մասին բարձրաձայնեմ։ Այո։ Ուզում եմ միշտ խաղաղություն լինի։ Երկրում։ Սեր եւ խաղաղություն աշխարհին։ Շնորհակալություն։ Կարող եք գնալ Անիի մոտ։ Լուսինե եւ Արմեն, շնորհավորում եմ ձեզ։ Շատ գեղեցիկ կատարում էր։ Լուսինե, իսկապես շատ մեծ է քո քայլերը առաջ, շատ նկատելի է։ Դու նոր տարի արել ես, թե պարապել ես։ Համարել եմ, համ պարապել եմ։ Ինչպես ես անցկացրել ամանորը։ Գերազանց, տանը ընտանիքիս գրկում։ Բայց ամսի 1-ին առավոտ ժամը 8-ին պարապմունքի։ Չէ՞։ Ոչ։ Մի քանի օր հանգստանալուց հետո։ Շատ լավն էր իսկապես կատարումը, հարգելի ժյուրի, խնդրեմ։ Գևորգ 8 Վարդուհի 8 Հրաչ 8 Գագիկ 8 Բավական բարձր գնահատականներն են, ես իսկապես շնորհավորում եմ, հարգելի հեռուստադիտողներ, կարող եք քվեարկել այս զույգի օգտին, եթե նրանց կատարումը ձեզ դուր եկավ։ Արմեն եւ Լուսինե զույգի հերթական համարն է 05 Արամ Կամ, սա է ցելամարտի հիմնական սկզբունքը։ Եվ այսպես արենայում են Տաթևիկը եւ Գոգան, պասադոբլ, գնացինք։
Շատ լավ է, որ եկե հասել ենք 5-րդ գալային։ Ես հուսով եմ Տաթևիկը կաշխատի եւ փորձի մեզ ուղեկցել դեպի վերջնակետ, հա, երևի Տաթևիկ։ Ինձանից ինչ կախված է ինձանից, ես օրնի բուն աշխատում եմ, որ որակը չգցենք։ Գցեցիր։ Նորից։ Չես ընկնի։ Լավ է։ Ի։ Ստոպ, չեղավ։ 4-1 Վերև Ուֆ Նորից 4-1 Վերև Մի դողա 4-1 Արագ Այ քեզ ցուլ Ցելամարտիկին տեսնա ոտերը դողում է Լավ է Երևի համեստությունից դուրս կամ ասեմ մի քիչ ճոխ բան ենք փորձել անել 4-1 Վերև Ստոպ Հայաց գնամ վեր 1 Վերև Չեղավ Раз и Ստոպ Վերև Մալադեց շատ լավն է Այդ հոգեվիճակը կա, բայց այն շարժումները այնքան դժվար են ինձ տրվում, որ ես արդեն մոռանում եմ այդ երաժշտությունը ընկալել։ Շարժումների մասին եմ մտածում, դիրքերը, ինչպես դու պիտի պահես դիրքերը, ստոպերը, շատ դժվար են։ Բայց աշխատանքը հաստատ ջուրը չի ընկնի, լավ կներկայանամ ես։ Այդ դիրքեր, ստոպեր, երբ որ ասում ես, դա Կոչում է ցույց տալ, հա, ինչի ասեց ես ամեն ինչը, իմ դասատուն ինձ միշտ սովորացնում էր, ասում էր, կոկա ջան, պասադոբլը չպետք է պարես, պիտի ցույց տաս։ Ի ոտը հավաքվելով է գնում հետ, այլ ոչ թե սենց։ Ստոպ։ Ի շեշտ, այ ես ուրիշ։ Ուսս փոխվավ։ Նորմալ է։ Հատե։ Ստոպ։ Եթե Գոգան մի քիչ հեռու է լինում, ես ինձ անվստահ եմ զգում։ Ինքը կարող է գա իմ կողքը կանգնի ու ոչինչ չանի։ Ես այդ ժամանակ այդ ներուժը այնքան եմ զգում կողքից, շատ վստահ կարողանում եմ քայլերս կատարել։ Ինքը հենց հեռու է լինում, դա ոչ թե որ ես ինքնուրույն չեմ։ Ուղղակի ես այս նախագծում հասկացա ու շատ շնորհակալ եմ, որ մենք ես գոնե ինձ զգում եմ ամբողջական այս զույգ։ Մեկ Տաթևիկ և Գոգը, հոչը ծաված, բրավո,
Դե ինչ, սկսենք ժյուրից, Գևորգ Մարկոսյան։ Ասեմ, որ բեմադրությունը շատ հետաքրքիր էր, դրա համար ողջունենք Գոգային, շատ հետաքրքիր էր։ Իսկ կատարման համար Տաթևիկ ջան, ես ուրախանում եմ, երբ որ իմ նկատողությունը տեղ է հասնում։ Այսինքն այն ինչ որ պետք էր, հիմա տեսա էմոցիաների առումով։ Շատ զսպված էր, չափաբաժինը ճիշտ էր։ Ոչ ավել, ոչ պակաս։ Ճիշտ չափով էր, շատ լավ էր։ Շնորհավորում եմ։ Շնորհակալություն, Հրաչ Բադալյան։ Տաթևիկ ջան, Գոգա ջան, ապրեք։ Ես խոսք չունեմ ասելու, ամեն ինչ շատ ճիշտ, այն ինչ որ նախորդ զույգին պասադոբլ պարողներին ասացի, այդ կտրգությունը կար, ամեն ինչ կար, տրամադրությունը կար, բեմադրական առումով էլ ամեն ինչ ունեցավ իր սկիզբը եւ ավարտը շատ, ապրեք, շատ ապրեք, իրոք ինչպես պարոն Կարապետյանն ասաց, մեր գործը գնալով բարթանում է։ Ապրեք, ողջունում եմ ձեզ, շատ ապրեք։ Շնորհակալություն, Վարդուհի Ալեքսանյան։ Տաթևիկ ջան, իրոք պրոգրես է նկատվում, դու կարողանում ես շաբաթ առ շաբաթ մեզ զարմացնես, լավ աշխատես, նախագծի սկզբում դու մեզ իրոք միանգամից զարմացրեցիր, հետո կարծես միապաղաղ էր գնում քեզ մոտ, այսօր դու կարծես նորից ուզում ես վերականգնես այն զգացմունքը, որ մենք հիացած մնացինք այդ կատարումներից եւ շատ տեղին էր ընտրված երաժշտությունը, բեմադրությունը, շատ լավ կատարեցիք, ինձ համար ուղղակի մի փոքր պակաս է զույգայնությունը, դու կարծես կատարեիր այն քո համար, իսկ Գոգան իր համար, մի քիչ ձեր զույգում կուզեի ավելի տեսնել երկուսիդ միջև եղած այդ աուրան, որ իսկ ընդհանուր համարը շատ բարձր էր կատարված։ Բրավո։ Շնորհակալություն, Գագիկ Կարապետյան։ Ուրեմն շատ օրիգինալ երաժշտություն եք ընտրել եւ ավելի կարեւոր, որ շատ օրիգինալ լուծումներ էր արված բեմադրության մեջ։ Տրադիցիոն պասադոբլից բավականին հեռացել եք, ավելի դասական լուծումներ էր արված պարի մեջ, ի պատիվ Գոգայի ասեմ, եւ դա ստացվել էր ապրես։ Եվ դրանից իմ կարծիքով համարը շահեց այն իմաստով, որ մենք տեսանք նոր տեսակի, ասենք ինչ որ չափով նոր տեսակի պասադոբլ եւ իմաստը բարի պահպանվել էր պասադոբլի հիմնական առանցքայինը, բայց բոլոր լուծումները ինձ համար գոնե շատ հետաքրքիր էին, օրիգինալ էր լուծած ամեն ինչը։ Իսկ որ վերջում ասում են ցաված թե չցաված, դու այն հոգեվիճակում չէիր, որ զգայր ցաված թե չէ։ Այդ լարվածությունը մինչև 5 րոպեից էլի կհարցնենք, արդեն տեսնենք, որ սառած լինի։ Հավատա, որ կարող է ուրիշ բան ասի այդ ժամանակ։ Այդ կերպարային վիճակն է շատ լավ էր այն իմաստով, որ դու դա չէիր խաղում, դա ապրում էիր։ Այդ իմաստով լավ էր, ապրեք։ Շնորհակալություն։ Տաթևիկ, նայելով քո պարին, ես հասկանում եմ, որ քեզ շատ հոգեհարազատ է իսպանական տեմպը, իսպանական ռիթմը, այդ խարիզման։ Կուզեիր ապրել Իսպանիայում։ Ասեմ, որ Հայաստանում էլ վատ չէ այդ նույն զգացողությամբ ապրելը, այնպես որ կարող եմ նույն ոգով ապրել նաև Հայաստանում։ Առաջին անգամ էիր նման ոճի մեջ իսպանական։ Այո, այո։ Ընդունվեց, չէ՞, լավն էր, չէ՞։ Բրավո։ Շնորհակալություն քեզ, մի հատ ամեն դեպքում մի հատ կստուգես ձեռքերդ հանգած վնասած չլինես, անենց վախեցանք չես պատկերացնում։ Ձեռքերը չէ, գլուխը պետք է վնասված լինի, եթե վնասված լինի։ Խորանամ ես։ Գնա անի մոտ, իր մոտ ապտեչկա կա։ Գնացեք։ Տաթևիկ եւ Գոգա։ Շնորհավորում եմ ձեզ, Տաթևիկ ջան, շատ էմոցիոնալ կատարում էր։ Տաթևիկ, ամանորի գիշերվա կախարդական ի՞նչը։ Քեզ համար ի՞նչն է այդ կախարդանքը, ինչու՞մ է։ Չէ, կախարդական այն սպասումը, որ տարվա ընթացքում պիտի կատարվի, ու ես գիտեմ, որ այդ հրաշքը այս տարի եւս ձմեռ պապիկը ինձ համար պատրաստել է եւ սպասում եմ, որ տարվա ընթացքում անպայման կիրականանա։ 12 զանգերի հետ երազանք ես պահում ու վստահ եմ, որ պիտի իրականանա։ Մենք նույնպես վստահ ենք։ Հարգելի ժյուրի, խնդրեմ ձեր գնահատականները։ Գևորգ 9 Վարդուհի 9 Հրաչ 9 Գագիկ 9 սպասում են երկուսի գնահատականների։ Աչափ շնորհակալ եմ։ Շնորհակալություն, հարգելի հեռուստադիտողներ, քվեարկեք այս զույգի օգնին, եթե նրանց կատարումը ձեզ դուր եկավ, նրանց հերթական համարն է 06։ Կա մի գեղեցիկ ֆիլմ, որը կոչվում է «Շտապեք սիրել» եւ իսկապես սիրեք իրար ինչքան հնարավոր է 2012, 13, 14, 15, 16 եւ բոլոր թվականներում։ Պարում են Մուրադը եւ Աղավնին վալս։ Չէի հավատում, որ այսինքն չէի մտածում, որ տենց կկարոտեմ, որովհետեւ մեկ-մեկ լինում էր գալիս էի ստեղ
Նայում եմ մարդ չկա դահլիճում, sense գալիս կանգնում նայում եմ, ասում եմ ուր են երեխեքը փորձը բան, հասկացա որ շատ էի կարոտ է։ Այս տարի մեր առաջին պարը լինելու է եվրոպական ծրագրի իմ ամենասիրելի պարը, վիեննական վալս ենք պարելու։ Չերով։ Չի կարում բարձրացնի, 48 կիլոն ինչ է, լավ արդեն 50 նոր տարուց հետո։ 48 չէ, 50։ Նոր տարուց հետո։ Քիթը ջարդիր։ Չորեց օրա։ Ուրդ հետ գնա մի քիչ որ Հել մատել։ Давай։ Էսի մեկ։ Էս մեկ։ Давай։ Լավ, տեղից էլի։ Իա։ Հա, պատժկեն հետո։ Չերով։ Չի կարում բարձրացնի։ Մուրադը մի քիչ ջղայնացած է։ Չէ, նորմալ է, ուղղակի դեռ չի ստացվում ու լավ չի որ չի ստացվում։ Ես տենց եմ էլի, մինչև լրիվ ես չզգամ որ նորմալ կարողանում եմ պարեմ, սիրտս տեղը չի ընկնում։ Հիմա սիրտս տեղը չի։ Հետ ախրխի չես գնում։ Հələ չեմ կարում հետ այդ համաղավ։ Ես չեմ կարա տենց անցնեմ հասկանում ես քո ոտերի տակով։ Իթասեցիր։ Չաչիլում։ Հանի։ Մի քիչ օչով գնա էլի, մուրոտ։ Այնքան պիտի փորձենք, մինչև ստացվի։ Ու պիտի ստացվի ու կստացվի։ Ախր ամենավատն է, որ միշտ իր մոտ ստացվում է, ուղղակի ինքը անկապ sense պանիկա է անում։ Հա, դեռ հիմա ես չգիտեմ։ Չի հիմա հենց իմ ընկերությամբ չի ստացվում։ Հա, բայց դու չես զգում կստացվի թե չէ։ Դեռ անկեղծ չէ։ Դրի։ Չնգա։ Հոխի ուղղությունը։ 1 2 3 1 2 3 1 2 3 Կարևորը որ այն ինչ որ անում ենք մեր դուրը գա առաջի հերթին, թե մեր դուրը գա հաստատ հեռուստադիտողն էլ կհավանի, իսկ մեր դուրը միշտ գալիս է մեր բարերը։ Այդ ամենակարևորն է։ Եթե մեր դուրը գալիս է, լավ բարեր։
Սուի Ալեքսանյան։ Մուրադ ջան, դու եվրոպական պարերում ունես հիանալի պարընկերոջ զգացողությունը այդ, որ կարողանում ես աղավնին ոչ թե թողնել երրորդ անձի մոտ, այլ հակառակը վերադարձնես եւ բարդ լինես այդ վերադարձրածիդ համար շատ լավ կատարեցիր, դու շատ լավ ունես տվյալներ, պոտենցիալ, ես զգում եմ, որ դու շատ աշխատասեր ես եւ կարող ես մեզ զարմացնել։ Կատարումդ լավ էր, բարդ էր, բայց մի քիչ ինչ-որ յուրօրինակ բան եմ ուզում տեսնել մյուս կատարումներում, այսքանում։ Խոստանում եմ։ Շնորհակալություն, Գևորգ Մարկոսյան։ Մուրադ ջան, ինձ համար ողջունել էր այն փաստը, որ ձեր պարը զուտ դուրս էր եկած շրջանակներից, այսինքն միքսված էր ժամանակակից ոճի մեջ, այսինքն ձեր վայլսը ժամանակակից ոճի մեջ էր, ոչ վիենական վայլս, այլ արագ վայլս ուղղակի միքսած ժամանակակից պարի հետ։ Հետաքրքիր լուծումներ կային, ինձ համար հետաքրքիր էր պարը։ Եվ քո կատարման համար ինչ խոսք, բոլոր պահումները շատ գերազանց կատարեցիր, վայլսի մասը շատ չնչին թերություններ կային, բայց ես միշտ գնահատում եմ այն տղաներին, ովքեր բարձր եմ գնահատում այն տղաներին, ովքեր որ չպարող են եւ պարը տանում են։ Դու այդ տղաներից ես։ Պարը ամբողջովին տարար սկզբից մինչև վերջ։ Շնորհավորում եմ։ Գագիկ Կարապետյան։ Ինձ համար ճիշտ ասած մի քիչ պահումներն էր շատ։ Ավելի շատ էր ինչ որ այդ պահումները։ Այ մի բան դուր եկավ, այդ հանդիսատեսից մեկի հետ պարեցիր։ Այդ լավ էր, որ գնացիր այնտեղ պետք չի, ամեն անգամ գալիս եք բարձրանում եք ժյուրիի սեղանին, դա ինչ բան է։ Հիմա մի քիչ ժողովրդի հետ բարեք։ Համարը լավն էր, Մուրադ ջան, քո մոտ կա պարտնյորի զգացողությունը, կեցվածքդ ամեն ինչը շատ լավն է, շատ գեղեցիկ է։ Իսկ լուծումների մասին կարող եք մտածել ավելի բարդ հետաքրքիր լուծումներ, որովհետև ձեր հնարավորությունները դա թույլ են տալիս։ Դուք արդեն կարող եք գնալ ավելի բարդ, ավելի հետաքրքիր բան։ Բարդ ասածս պահումները չի անպայման։ Պարային լուծումները կարող են ավելի բարդ լինել։ Ապրեք։ Շնորհակալություն եւ իհարկե Հրաչ Բադալյան։ Ապրեք Մուրադ եւ Աղավնի, մեր նախագծի ստաբիլ լավ պինդ աշխատող զույգերից մեկը։ Մուրադ ջան, ես համաձայն եմ իմ գոլեգաների հետ, համաձայն եմ, բայց ես գնահատում եմ ձեր աշխատասիրությունը, ձեր ստաբիլությունը, որովհետեւ պահումները եւ հիմա նախորդ զույգին էլ ասացինք, որ քիչ էին ինչ-որ շարժումները, ավելի շատ թեթև էր բեմադրությունը բան։ Ձեր տարբերակում մի քիչ ավելի շատ էր։ Կարևորը դուք նման տեմպերով աշխատասիրությամբ լցված աշխատեք, արդյունքը երևում է։ Ապրեք, շատ ապրեք։ Շնորհակալություն, Մուրադ։ Այդ բավականին շատ գովեստի խոսքեր լսեցինք, ասում են ստաբիլ զույգն եք, ստաբիլ զույգն եք, ստաբիլ զույգն եք։ Այ հիմա ես քեզ կհարցնեի այսպեսի մի բան։ Ինչ ես կարծում, պարող ծնվում են, թե պարող դառնում են։ Լավ պարող իհարկե։ Իսկ թվում է Աստծո տված շնորհք է դա, ուղղակի պետք է դու կարողանաս կատարելագործես։ Վերջացավ։ Շնորհակալություն։ Փիլիսոփայական ասած մոտեցում Մուրադի կողմից, կարող եք գնալ Անիի մոտ, Անին ձեզ այդտեղ սպասում են, նոր տարվա հետ կապված հարցեր կտա։ Ձմեր պապիկն ու ջունանուշն են այնտեղ։ Մուրադ եւ Աղավնի համեցեք, շատ լավ կատարում եք, տեսեք ինչպիսի ծափահարություններով են ձեզ դիմավորում մասնագետները, իսկապես շատ լավ կատարում եր։ Մուրադ, ձմեր պապիկին հավատում ես։ Ձմեր պապիկին ասեմ իջև երբ չեմ հավատում եմ ու հիմա երբ չեմ հավատում։ Երբ որ սկսեցին բալիկիս համար ես լինեմ ձմեր պապի, այդ ժամանակից էլ չեմ հավատում ձմեր պապին։ Շատ վարի։ Շնորհակալություն։ Հարգելի ժյուրի, սպասում ենք ձեր գնահատականներին։ Գևորգ 9 Վարդուհի 8 Հրաչ 9 Գագիկ 9 Բրավո, շնորհավորում եմ եւս մեկ անգամ, հարգելի հեռուստադիտողներ, քվեարկեք այս զույգի օգտին, եթե նրանց կատարումը ձեզ դուր եկավ, նրանց հերթական համարն է 07։ Արամ։ Համերգային երեկոն ավարտենք եւս մեկ կատաղի ցլամարտով։ Բեմահարթակում են Սենիկը եւ Լուսինեն, պասադոբլ։ Արթնանալը դժվար է առավոտյան համ իմ համար, համ Սենոյի։ Շատ բարդ է, ես իրան եմ զանգում, ինքը ինձ է զանգում, մինչև արթնանում ենք, գալիս ենք պարապմունքի։ Ինչ անես, բողոքում ենք։
բողոքում է։ Այսենիկին արտնացնել է, դա ահավոր է, զարյատկես նստում է հեռախոսի։ Լավ, ուրեմն գախնիկ բացել, ես արտնանում եմ միայն այն դեպքում, երբ որ իմ վերմակը վրայից քաշում է։ Ուրիշ ոչ մի տարբերակով չեմ զարթնում։ Դե օպատայի, կամ էլ ափսոցը սա։ Բավոր մեկը չի լինում։ Չէ, եթե չլինում, ստիպված քնած եմ մնում, մինչև ժամը տենց ինքս ինքնան զարթնում եմ ու գնում եմ գործի հետևաբար։ Ինչ ընկավ։ Մի բան ճաղվավ։ Լավ ջանդա մոթափոխ։ Ընդհանուր առմամբ պասադոբելին շատ ոգևորված եմ սպասել, որովհետև Միշտ ասել է, որ պասադոբելը լավ բարի։ Հա, հիմա ինքս ինձ աչքը որ չկպնի, ուրիշի աչքը ինձ չի կպնի, այդ պահն է։ Раз, два, рус. Раз, два, раз, два. Сейчас. Պասադոբլի որպես այդպիսին բարդություն, ասեմ, որ հիմա ուզում եմ հիշեմ ինչ բարդություն կար։ Խարակտերն է ամենակարևորը։ Բնավորությունը, այդ կոմպլեկցիան, ֆիգուրան ամենակարևորը, որ պահվում է։ Դիրքը որ պահես ճիշտ։ Օրայից ո՞նց է ծղում։ Օպա։ Տենում ես ոնց է ծղում լույս։ Ծորա։ Ուշացանք։ Իմիջայլոտ շատ վստահելի զույգ է սենոն, երբեք չի եղել պարապունքներին, որ ինչ-որ ընգնենք կամ մի բան լինի, շատ լավ է։
Սենիկ եւ Լուսինե։ Բրավո։ Լսենք ժյուրին։ Գևորգ Մարկոսյան։ Մենք այսօր տեսանք 3 պասադոբլ, 3-ն էլ յուրովի իրենց տեսակի մեջ յուրովի էին։ Այս տեսակը նույնպես շատ հետաքրքիր էր, իմ դուրս շատ եկավ։ Քո սկզբնամասը շատ լավն էր, բավականին բարդ էլեմենտներ էր կատարում։ Շատ բեմադրությունը հաջող էր, շատ սկզբից մինչև վերջ։ Ինձ դուր եկավ, շնորհավորում եմ։ Հրաչ Բադալյան։ Ես Գևորգ ջան կուզենայի ասել, որ մենք այսօր տեսանք մի պասադոբլ, որտեղ հաշվի առնելով, որ այն երկու կատարողները պրոֆեսիոնալ պարողներ էին, տղաների առումով։ Միակ ոչ պարող պասադոբլ պարողը դու էիր ու ապրես Սենիկ ջան։ Թե սկիզբը, թե ամեն ինչը։ Ես ուրախ եմ, որ մեր տղաները նման ձևով առնական ու նման ձևով պատասխանատու մոտենում են իրենց գործին եւ իրենց զույգին իրենց տեսադաշտում են պահում։ Կուզենամ, որ ամբողջ կյանքում քո ընկերուհուն, քո հետո ապագա տիկնոջը միշտ տեսադաշտի պահես միշտ այդպես արծվին։ Ինչքան էլ ուզում է մերը չլինի պասադոբլը, բայց մեր արյան մեջ էլ կա այդ որակական, այդ հատկանիշները կա։ Ես ողջունում եմ ու շնորհավորում եմ։ Բարթուի Ալեքսանյան։ Սենիկ ջան, դե դու քո մեդալով արդեն եկել էիր։ Հաղթական պարեր, իրոք մենապարդ ինձ զարմացրեց, բրավո, շատ լավ աշխատած էր։ Երևի նախագծի ամենալավ պասադոբլը դու այսօր մեզ ներկայացրեցիր, շատ համարձակ էր, առանց երաժշտության դրոբերը շատ լավ խփեցիր ու այնքան լավ վստահություն կար քո մեջ, որը իրոք հիացնում էր բոլորիս։ Բրավո, այս տեմպերով շարունակի, այսենց օրիգինալություն ենք սպասում մյուս բոլոր զույգերից։ Բրավո։ Շնորհակալություն, Գագիկ Կարապետյան։ Մենք հիմա երկու համար տեսանք իմ կարծիքով, երկու պասադոբլ, մեկը մենակատար որպես տեսանք Սենիկին, հետո տեսանք արդեն զուգապարը։ Առաջի մասը շատ հավանեցի, առաջի մասում դու տերն էիր այդ ամենի, տերն էիր իսկապես։ Թե կերպարային իմաստով, թե կատարման իմաստով, նույնը մի քիչ սկսեց զիջել, երբ որ զույգ դարակ արդեն այդ դրա մեջ, ընդեղ էլ կուզեի, որ ավելի տերը լիներ, որտեղ երևի ասում եմ ուղղակի հետո նորից կարիք լինի պասադոբլ պարելու։ Շատ երաժշտական, շատ տրադիցիոն, բայց շատ լավ համար պարեցիր, ապրես Սենիկ։ Շնորհակալություն։ Սենիկ, մեկ հարց, տարբեր կերպարներով ես ներկայացել ամեն անգամ, որ կերպարն է ավելի շատ հոգեհարազատ քեզ։ Ուրեմն առանց երկմտանքի ասեմ, ջայֆը ու պասադոբլը։ Հետո ռումբան։ Դել բան չմնաց տակել։ Հետո բոլորը իրականում քանի որ պարին մոտենում եմ ավելի մասնագիտորեն, եթե անկեղծ, բոլորը սիրում եմ։ Ամեն ինչից էլ մի քիչ որ գողանամ, հասցնեմ։ Ես թվում է ավելորդ չի լինի, ավելի լավ կլինի։ Բարի գողը գող չի։ Հա, բարի գողը գողի չի, ինձպես գրքի գողը։ Պարել եւ էլի պարել։ Շնորհակալություն, կարող ես գնալ։ Սենիկ եւ Լուսինե։ Այո, իսկապես բրավո, Սենիկ եւ Լուսինե դիմավորում ենք ձեզ, մենք տեսանք իսկապես ցելամարտիկի պասադոբլ։ Շնորհավորում եմ ձեզ։ Սենիկ, ինչով մնաց քո հիշողության մեջ այս նոր տարին, ինչը երբևէ չես մոռանա։ Ճիշտ ասած, քանի որ շարունակական բնույթ է գրելու, հուսով եմ նախագիծը, այդ դեպքում ինքը ինձ հուշողություն չմնաց որպես։ Բայց լավ հիշողություններս բոլորը վերցրել եմ իմ հետ, ոչինչ չեմ թողել էգոիստի մնան անցած տարում։ Վատերն էլ, վատ հիշողություններն էլ։ Ծախել եմ բավականին թանկ գնով մի հատ վատ մարդու։ Ու մեդալ ես գնել։ Ու մեդալ եմ գնել։ Հարգելի ժյուրի, խնդրում եմ գնահատեք այսօրվա վերջին պարը։ Գևորգ 9 Վարդուհի 9 Հրաչ 9 Գագիկ 9 Շնորհակալություն Զվարճալի 9-ներ Հարգելի հեռուստադիտողներ, քվեարկեք այս զույգի օգնին, եթե նրանց կատարումը ձեզ դուր եկավ Սենիկ եւ Լուսինե զույգի հերթական համարն է 0-8 Արամ Շատ շուտով մենք կիմանանք այն զույգի անունը, ով լքելու է պարահանդեսը, բայց դա կլինի մի քիչ հետո, որովհետև հիմա եկել է ամենաքաղցր պահը, եւ ես պետք է ասեմ Գովա
Փաստ Շանթի եթերում։ Պարահանդես նախագիծն է Շանթի եթերում։ Ավարտվեց պարահանդես նախագծի 5-րդ գալահամերգը, բայց մենք դեռ անելիքներ ունենք, այո։ Այո, բավականին շատ անելիքներ ունենք։ Նախ եւ առաջ մենք հիմա կամփոփենք հեռուստադիտողի քվեարկության արդյունքները։ Սակայն նախքան դա շնորհակալություն հայտնենք բոլոր հեռուստադիտողներին նրանց քվեարկության համար։ Ծափարություններ։ Այս պահին ավելի շատ անհանգստացած են Աննա եւ Գրիգ զույգի երկրպագուները։ Այո, ճիշտն ասած պետք է անկես լինենք եւ ասենք, որ Աննան ուներ առողջական խնդիրներ, որի պատճառով նրանք այսօր ելույթ չունեցան։ Մենք մաղթենք առողջություն շուտ ապակինում եւ վերադարձ դեպի բեմ, այո։ Ծափարենք այս զույգին։ Շնորհակալություն։ Եվ երևի թե սկսենք նախորդ համերգի քվեարկության արդյունքներից։ Հեռուստադիտողի որոշումն իմանալուց առաջ նախ վերհիշենք ժյուրիի բալերի աղյուսակը։ Վերհիշեցինք ժյուրիի գնահատականները, իսկ հիմա տեսնենք, թե ինչ ասաց մյուս դատավորը, այսինքն հեռուստադիտողը, այսինքն դուք։ Սկսենք Տաթևիկ եւ Գոգազույգից։ Ձեր պարը ժյուրին համարեց երեկոյի լավագույն quick step։ Նրանք վայելեցին ձեր գեղեցիկ կատարումը եւ նույնիսկ չփորձեցին թերություններ գտնել։ Բայց փոխարենը փորձեց հեռուստադիտողը։ Եվ գիտեք դա հեռուստադիտողը, լայն հասկացողություն է բավականին, մի հոգի չի։ Եվ այդ հեռուստադիտողը չգտավ, դուք նախագծում եք։ Ժաննա եւ Պետրոս։ Դուք հիացրեցիք ժյուրիին ձեր կատարումով։ Նրանք տեսան գեղեցիկ պահումներ, գեղեցիկ հոգեվիճակ եւ բարձր մակարդակ։ Նրանք անգամ ասացին բրավո։ Իսկ ինչ ասաց հեռուստադիտողը։ Նա ասաց, որ այս անգամ հնարավոր չէ։ Հնարավոր չէ։ Չհամաձայնել ժյուրիի հետ։ Դուք նախագծում եք։ Մարիամ եւ Հարութ։ Անթերի կատարում, անթերի ռումբա։ Այսպես ասաց ժյուրին։ Նա գնահատեց Մարիամի աշխատասիրությունը եւ զույգի հարմոնիան։ Գնահատելը կապ չունի քվեարկելու հետ։ Չեմ ուզում, որ դուք տխրեք։ Ավելի լավ կլինի մի քիչ սպասեք։ Մի քիչ։ Հիշեցնենք, որ մենք ամփոփում ենք հեռուստադիտողի քվեարկության արդյունքները։ Անցնենք հաջորդ զույգին։ Ինչպես ասում էր, այո, ինչպես ասում է ժյուրին, նախագծի ստաբիլ զույգին։ Այո, Մուրադը եւ Աղավնին։ Կրթված մարմին, արիստոկրատ շարժումներ, գեղեցիկ պահումներ, ահա թե ինչ տեսավ ժյուրին ձեր կատարման մեջ։ Դուք նրանց համոզեցիք ձեր պարով։ Սակայն հեռուստադիտողին դժվար է համոզելը։ Գիտենք, երբեմն։ Եվ սա այն դեպքերից է, որ դուք նախագծում եք։ Շնորհավորում եմ։ Վտանգավոր գոտին մոտենում է։ Մենք հասնում ենք Մարիամին եւ Հարութին։ Վերադառնանք, այո, Մարիամ եւ Հարութ։ Դուք իհարկե գիտեք, որ վտանգավոր գոտում երբեմն հայտնվում են նաեւ լավ պարող զույգերը։ Այո, եւ դուք հիմա գիտեք, թե դա որ զույգն է։ Այլ ճիշտ մտածում եք։ Եվ ճիշտ էլ անում եք։ Ես գիտեի մենակ Գրիշանն է տանջում։ Գրիշան ես եմ սովորացնել տանջել։ Ես էլ ուր եմ որ Գրիշան։ Չէ։ Ես եմ տանջում։ Եվ ինչ ասեմ, միանգամից ասեմ, որ ախր միանգամից որ ասեմ վտանգավոր գոտում են, ոնց որ մի քիչ պետքա ձգես այս բանը։ Ինչ միանգամից ասա։ Մարիամ եւ Հարութ։ Դուք նախագծում եք։ Վահագն եւ Դիանա։ Վահագն, ստատիկ դիրքերը շատ էին, պարային շարժումները քիչ, բայց դու պարեցիր առնական պար, Վահագ ժյուրին զգաց եւ գնահատեց նաեւ քո կեցվածքի փոփոխությունը։ Գնահատեց նաեւ հեռուստադիտողը, բայց իր քվեներով։ Վահագն եւ Դիանա, դուք վտանգավոր գոտում եք։ Սենիկ եւ Լուսինե։ Սենիկ ժյուրին բարձր գնահատեց քո կոկիկ եւ կիրթ քայլերը, ինչպես նաեւ ազատությունը եւ համարձակությունը։
Հենց այդ կոկիկ եւ կիրթ քայլերով հերոստատիտողը ձեզ ուղարկել է մի գոտի, որը կոչվում է անվտանգ գոտի։ Դուք նախագծում եք։ Մնաց երկու զույգ, նրանցից մեկը վտանգավոր գոտում է։ Սկսենք Լուսինե եւ Արմեն զույգից։ Սկսեցինք։ Ձեր ռումբան ընդհանուր առմամբ դուր եկավ ժյուրիին։ Միայն թե Լուսինեին խորհուրդ տվեցին մի փոքր ավելի վստահ լինել։ Իսկ ինչ խորհուրդ տվեց հերոստատիտողը։ Մենք կիմանանք դրա մասին քիչ անց։ Անցնենք էթերի եւ Արկադի զույգին։ Միջին կատարում էր ձեր ֆոքսթրոտը ըստ ժյուրիի։ Մի քիչ ծանր էր, միայն թե դու քո բարձր տրամադրությամբ փակեցիր բոլոր թերությունները։ Հուսանք, որ հիմա տրամադրությունը չի ընկնի։ Հուսանք։ Ոչ մեկի տրամադրությունը չի ընկնի։ Էթեր եւ Արկադի։ Լուսինե եւ Արմեն, երկու զույգերից մեկը վտանգավոր գոտում է։ Այո։ Լուսինե եւ Արմեն։ Դուք նախագծում եք։ Պարզապես նախագծի վտանգավոր գոտում եք։ Հասկանում եք, էլի նախագծում եք, ուղղակի վտանգավոր գոտում եք նախագծում։ Էթերին եւ Արկադին վերադառնում են նախագիծ։ Այո։ Վտանգավոր գոտու երկու զույգերը հայտնի են։ Եվ այսպես առաջին զույգն է Արմեն եւ Լուսինե։ Ինչպես նաեւ Վահագն եւ Դիանա։ Ով է ստացել հերոստատիտողի եւ ժյուրիի բալերի նվազագույն գումարը։ Զույգը, որի անունը հիմա կկարդանք, ցավոք լքում է նախագիծը։ Եվ այսպես այդ զույգն է Ինչ դժվար է ասել, նայում ես մարդկանց աչքերի մեջ ու հասկանում ես, որ դու հիմա տականքի կերպարում ես, հասկանում ես, տականք ես դու, պետք է ասես դուք նախագծում չեք կամ դուք նախագծում եք։ Մի ասա։ Ու իրանք կատեն քեզ միջև կյանքի վերջ, հասկանում ես, ասես կժպտան ամեն անգամ տեսնեն դուրսը բարև բան, բայց գիտեմ հո մեջը ինչ կա իմ նկատմամբ։ Լուսինե եւ Արմեն։ Դա դուք չեք։ Վահագն եւ Դիանա։ Դա դուք էլ չեք։ Քանի որ նախագծին արդեն հրաժեշտ են տվել Աննան եւ Գրիգը։ Այո, այնպես ստացվեց, որ Աննա եւ Գրիգը նախագծին հրաժեշտ տվեցին, արդեն պատճառները պարզ են, թե ինչի համար եւս մեկ անգամ առողջություն ենք մաղթում Աննային, ծափահարություններ այդ զույգին։ Շարունակում են իրենց պայքարը, պարահանդես նախագծում դե իհարկե Շանթիի եթերում։ Իսկ ինչ պետք է անեք դուք, սիրելի հեռուստադիտող, դուք պետք է քվեարկեք բավականին ակտիվ։ Իսկ թե ինչպես են քվեարկում, անի։ Կվերհիշենք հիմա Հայաստանի Հանրապետությունից քվեարկելու համար քաղաքային թվայնացված ցանցի եւ Beeline-ի բաժանորդների համար գործում է 09 հեռախոսահամարը։ Vivatel MTS-ի, Beeline եւ Orange-ի բաժանորդները կարող են հաղորդագրություն ուղարկել 10-0-ին կարճ համարին նշելով իրենց նախընտրած զույգի համարը։ Քվեարկել նաև հնարավոր է աշխարհի տարբեր անկյուններից, ինչպես նաև կարող եք քվեարկել միանգամայն անվճար այս մասին Շանթի պաշտոնական կայքեջում։ Իսկ հիմա եկեք ներկայացնենք այսօրվա համերգի աղյուսակը։ Ներկայացնենք։ Սիրելի հեռուստադիտող, դուք կարող եք փոխել աղյուսակը, ինչպես ցանկանաք, արդեն ասեցինք, թե ինչպես կամ կարող եք ուղղակի համակերպվել ժյուրիի որոշման հետ։ Դե իսկ մենք առաջարկում ենք վերհիշել այսօրվա կատարումները։ Գնացինք։
ավարտեց պարահանդես նախագծի 5-րդ համերգը։ Մեզ մնում է միայն հրաժեշտ ազես։ Իսկ ինձ մնում է եւս մեկ անգամ հիշեցնել, որ դուք պետք է ակտիվ քվեարկեք, որպեսզի ձեր սիրելի զույգը մնա նախագծում։ Իսկ քվեարկության արդյունքում վաստակված գումարը մենք կկիսենք իմ ու Անիի մեջ ու կգնանք այնտեղ, որտեղ Գրիշան։ Շնորհակալություն, պարահանդեսն է Շանթի եթերում։ Քվեարկությունը սկսված է։ Եվս մեկ անգամ շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։